Բարձես եթերում կյանք 2.0 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ռուբեն եմ Դալաքյան, Մարտական եղբայրություն միաբանության անդամ եւ մեր հյուրը այսօր Մարկ Ակլիտասն է, Մարտական եղբայրության անդամ։ Մենք այսօր կփորձենք ավելի մանրամասն խոսել ChatGPT-ի աշխատանքից, նրա աշխատանքի փուլերի մասին։ Նախորդ հաղորդման մեջ մի քիչ անդրադարձանք Մարկի հետ, այնպես որ այսօր շարունակենք, Մարկ, խնդրեմ։ Շատ լավ, նախորդ անգամ մենք մի քանի տարբեր մեթոդոլոգիաներ նշեցինք, ինչպես են մոդելները train արվում, այսինքն ուսուցանվում, տվյալների հիման վրա օրինաչափություններ գտնվում։ ChatGPT-ի մասին եթե խոսենք, ինքը այս մեթոդոլոգիաներից երևի թե բոլորն էլ իր մեջ պարունակում է, ու նախորդ անգամ մենք նշեցինք supervised, unsupervised եւ reinforcement ուսուցման տեսակները, հայերենով ասենք, սրանք երևի կլինի ուղղորդված, ոչ ուղղորդված եւ ուժեղացված ուսուցում։ Սրանք բոլորը ինչ որ տեսակով ChatGPT-ի մեջ ներառված են, ու ChatGPT-ն ոչ թե մի անգամ ուսուցանվում է ու ոնց որ արդեն պատրաստի մոդել է դառնում, արհեստական բանականություն է դառնում, այլ իրան փուլերով են ուսուցումը իրականացնում։ Սկզբի փուլը վերցնում են մեծ քանակի տեքստային տվյալներ տարբեր աղբյուրներից, այդպես ընդունած ասել, որ ամբողջ ինտերնետը, ամբողջ մատուցության ոնց որ ստեղծած թվային ինֆորմացիան վերցնում են ու իրան սկսում են մոդելներ դերակրել, այսպես ասած, ու այստեղ տենց ինչ-որ կոնկրետ խնդիր չի դրվում մոդելի վրա, այսինքն ինչ-որ կոնկրետ նպատակ չի դրվում, մոդելը զուտ օրինաչափություններ է սկսում գտնել, ու սրա հիման վրա այդ տեքստերից արդեն առանձնացնում է տարբեր տեսակի կատեգորիաներ եւ մեծ հաշվով տենց լավ պատկերացում չկա ոնց այդ տարբերությունները իրականացնում։ Երկրորդ փուլը արդեն գալիս է ուղղորդված ուսուցումը, այսինքն այս օրինաչափությունների հավաքագրած ինֆորմացիայի հիման վրա արդեն սկսում են մոդելին սովորեցնել ինչպես խոսալ կամ ինչպես այս ինֆորմացիան օգտագործել։ Այսինքն իրական խոսակցության օրինակներով ուսուցում է տեղի ունենում, լավացում է այսպես ասած տեղի ունենում, ու արդեն այս փուլում կոնկրետ խնդիր է դրվում մոդելի վրա, որ ինչպես պետք է այդ ինֆորմացիան օգտագործվի։ Երրորդ փուլով արդեն ուժեղացված փուլով մոդելը արդեն սովորում է կոնկրետ այդ խոսակցությունը ադապտացնել տարբեր տեսակի սիտուացիաներին կամ միջավայրերին կամ խնդիրների լուծումներին, այսինքն օրինակի համար երբ որ մոդելին ասում են ինչ-որ ստիլով պետք է խոսալ կամ ինչ-որ կոնկրետ խնդիր ադապտացվելու կարիք է լինում, սա արդեն երրորդ փուլի ոնց որ արդյունքն է լինում, ու ըստ նաև երևի պետք է նշել, որ ChatGPT-ն ինքը տեքստային մոդելն է, հիմնականը հղում երբ որ ասում ենք, բայց միայն տեքստով ոնց որ աշխատող մոդելներ չեն, այնտեղ նաև վիզուալ ոնց որ ինֆորմացիայով կամ աուդիո ինֆորմացիայով աշխատող մոդելներ կան, սրանք իրականում ինչ-որ ձևով տարբերվում են իրաց աշխատանքի սկզբունքներով, եթե օրինակի համար ChatGPT-ն աշխատում է ամեն անգամ մեկ բառ առաջ գնալով, այսինքն terminal-յետեսինք ավտորեգրեսիվ մոդել է, ինքը ամեն անգամ մի բառի վրա ավելացնում է ևս մեկ բառ, ու այդ բառը ամենահավանական հաջորդ բառն է լինում, կամ ամենահավանական հաջորդ բառերից ինչ-որ մեկը, ու այսպեսով իրականության մոտ ոնց որ տեքստ է գեներացվում։ Նկարների դեպքում արդեն ոչ թե ամեն անգամ հաջորդ ոնց որ գործողությունն է անում, այլ միանգամից ոնց որ տալիս է մեր ուզած նկարի մոտավոր ոնց որ երկարությամբ ինֆորմացիա, որը սկզբում իր մեջ հիմնականում աղմուկ է պարունակում կամ մեծ հաշվով աղմուկ է պարունակում, ու մոդելի խնդիրը արդեն այս դեպքում լինում է այդ աղմուկը հանելը, այսինքն ամեն ոնց որ հաջորդ քայլը այս դեպքում լինում է աղմուկը առանձնացնել իրական ինֆորմացիայից,
այնքան ժամանակ մինչև կդառնա արդեն մեր ցանկացած կամ մեր դրած խնդրի նման այդ արդյունքը, այսինքն աղմուկը մնում է մեր ուզածը։ Ու տարբերությունը հիմնականում սա է վիզուալ ոնց որ մոդելներից ու տեքստային մոդելներից։ Շնորհակալություն Մարկ, խոսեցիր տեքստի եւ նկարի գեներացման մեթոդների տարբերությունից, հետաքրքիր ձայնը ինչպես է գեներացվում, այստեղ ինչ նմանություն է տարբերություն։ Իրականում այդ երկու նշված մոտեցումներով կարող է աշխատել կախված խնդիրից, այսինքն եթե խնդիրը պահանջում է այս երկու մոտեցումներից ինչ-որ մեկը, երկուսն կարող են օգտագործել, բայց հիմնականում ժամանակային կախվածություն ունեցող տվյալները, այսինքն տեքստը, ձայնը, դրանք առաջին մոտեցումով են աշխատում, այսինքն ամեն անգամ այդ կայլը ավելացնելով ըստ հավանականության, այստեղ նաև կարելի է նշել, որ տեքստային մոդելների օրինակներ կան, որոնք որ աշխատում են երկրորդ մոտեցումով, այսինքն եթե օրինակով գրենք, որոնք օրինակով գրել, պատկերացնենք, որ խնդիրը դրված է, որ ինչ-որ պատմություն գեներացնի մոդելը, այս դեպքում ոչ թե պատմությունը քիչ-քիչ բառ գեներացնում է, այսինքն ամեն անգամ մեկ կարող ավելացնելով ինչ-որ պատմություն է ստեղծում, այլ անգամից տալիս է ամբողջական պատմության երկարությունը, այսինքն այդ պատմությունը ինչ երկարություն պետք է վերջնական ունենա, ենթադրենք 2 պարագրաֆ, ու այստեղ բառերը ոչ մի նշանակություն չունեն, այսինքն ինչ-որ պատահական բառերի հավաքածու է։ Հետո ամեն քայլով ինքը այդ պատահական բառերը, որոնք որ աղմուկ են իրականում, ոչ մի նշանակություն չունեն, քիչ-քիչ հանում է ու վերջում արդեն սկսում է նմանվել իրական տեքստի։ Ու սենց քիչ-քիչ ամեն մի քայլով այդ տեքստը դառնում է արդեն վերջնականում պատմությունը, որը խնդիր է դրված գեներացնելով։ Հետաքրքիր է։ Այս հարցը չեմ կարող չտամ, իսկ այդ դեպքում վիդեոն ոնց է հավնիկ հասկանանք, որ վիդեոն նկարի ու ձայնի համադրությունն է, բայց նաև կա ժամանակային կախում, այսինքն առանձին պատկերները առանձին ինքը մշակում, արտադրում հետո ձայնի վրայից, թե այստեղ ինչ մոտեցում է։ Այսօր լավ հարց ես տալիս, իրականում ամբողջությամբ ես չեմ տիրապետում ոնց է աշխատում, որը մանրամասն չգիտեմ, բայց հիմնական սկզբունքը դրանում է, որ այս դեպքում կաղոթաբարություն ստեղծվի, որ ինքը տենց հերթով իրար հետևից ժամանակային ոնց է կախվածության տարբերակով պետք է գնա, բայց իրականում իրար նման շատ ոնց է նկարներ է գեներացնում, ու այստեղ մոդելի խնդիրը ավելի շատ այդ նկարների սահում մեկից մյուսը հանցումը ստեղծելն է, այսինքն խնդիրը դա է մոդելի, ու աշխատում է երկրորդ մոտեցումով, այդ նկարները գեներացնելու կոմպոնենտը արդեն երկրորդ մոտեցումն է, այսինքն ամբողջական ոնց է պատկերը քիչ-քիչ աղմուկը հեռացնելով։ Ուղղակի տարբերությունն նրանում է, որ մեծ քանակի է այդ նկարները գեներացնում ու իրանց սահում անցումն է ոնց է ստեղծում։ Դու խոսեցիր փուլերի մասին, այդ ուրեմն supervised եւ այդ reinforcement, reinforcement-ի փուլը, այնց հետաքրքիր է ChatGPT-ն աշխատելիս ինչպես է այդ երրորդ փուլում որոշում ինչքանով իր վերջն արդյունքը լավը կամ վատը, որպես ինքը դրանց ելնելով հետո ավելի լավարկի իր աշխատանքը, այս ինչ ասես այս ուղղությամբ եւ այս փուլում ինչ ուրիշ մոդելներ կան, գործիքներ կան, որոնք ավելի լավն են, օրինակ այդ չինական DeepSeek-ի parallel։ Էլի շատ լավ հարց է, իրական ստեղծնությունը ուժեղացված ոնց որ ուսուցման նրանում է, որ ի տարբերություն նախորդ երկու ոնց որ տարբերակների մենք տվյալներ չունենք կամ ունենք շատ քիչ քանակի տվյալներ, այստեղ ունենք ավելի շատ ոնց որ նպատակ, որին որ ցկտում ենք, այսինքն կամ պետք է շատացնենք այդ նպատակի բերող արդյունքները կամ փորձենք հասկանանք հետագայում որ հայրերի հաջորդականությունը մեզ ավելի շատ ոնց որ այդ արդյունքին կբերի։ Ու այստեղ մարդու ներգործությունը կա, այսինքն ուժեղացված ուսուցում մարդու ոնց որ ֆիդբեքի հիման վրա է, այսինքն մարդուց եկող լավ է կամ վատ է արդյունքի բնորոշմամբ։
այս տարբերակով արժե։ Օրինակ ես երբ որ աշխատել եմ ChatGPT-ի հետ, ինքը ինձ երբեք չի հարցրել բավարարված ես իմ պատասխանով թե ոչ, հա։ Միգուցե նա իմ ռեակցիայից, իմ լրացուցիչ տված հարցերից, թե ուղղակի խոսակցության կեսից դուրս գալուց, այդ եզրակացությունը անում հետաքրքիր է այս մասով։ Տեսրանը իրական մատուկ խմբեր են աշխատում, այսինքն հենց օրինակ OpenAI-ում փուլով մարդիկ կան, որ իրենց աշխատանքն է այդ feedback-ը տալը, բայց սովորական օգտագործողներից էլի հավաքում ինչ-որ ինֆորմացիա ու դրա հիման վրա են լավացնում այս մոդելները, օրինակ իրենք կարող են ինֆորմացիա հավաքել, թե մենք որ պատասխանել ենք կոպի անում, այսինքն որ վերջնական պատասխանը կոպի ենք անում ինչ-որ միտեղ կիրառելու համար, դա նրանց համար feedback-ը, որ լավ ուղղությամբ գնաց։ Ինքը հասկանում թե դու ինչպես կոպի անում իրաց։ Հա, ըստ իրականում հետագայում կօգտագործվի ոգփուլում չեն կարող ասենք, բայց feedback ամենდեկում ոնց որ վերջնական օգտագործողներից հավաքում են, ըստ կոնտեքստի կարող են ոնց որ feedback հավաքել։ Բայց իրական ոնց որ ուսուցման process-ները հատուկ խմբեր են աշխատում ու քիչ կանոնացիա չէ։ Հետաքրքիր է, փաստորեն օրինակ իմ ու ChatGPT-ի խոսակցությունը կարող է վերցնել մի հատ մարդ անձամբ ու հետևել թե մենք ինչ ենք խոսել եւ որը ինչ-որ feedback տա, հա, իմ փոխարեն ինքը։ Չէ, դա չէ, ոնց որ անձնական տվյալների հարց, հա։ Դրա համար մի քիչ տաշտիր։ Չէ, վերջնական ոնց որ օգտագործողների տվյալները այդպես չեն վերցնել։ Նրանք ինքնուրույն են այդ խմբերը։ Ինքնուրույն են զրուցում ChatGPT-ի եւ այդ հատուկ խմբերը իրաց աշխատանքն է ոնց որ դրան դա իրենց անձնական տվյալները չի, իսկ անձնական տվյալների դեպքում հավաքագրելուց անոնիմ տեսքով ամեն հավանականությամբ կհավաքեն ու ըստ դրա ոնց որ իրենց տվյալները օգտագործեն։ Հասկացա, շնորհակալություն։ Այսպեսի մի հարց, Մարկ, ինչպես է ChatGPT-ին հասկանում տեքստը, հա, ինչ լոգիկա կա սրա տակ նստած, որովհետև ինքը անընդհատ տեքստերի հետ է աշխատում եւ հետաքրքիր է ինչպես ինքը զուտ տեքստի տրամաբանություն CML-ով կարող է մատնալ գիտելիք տալ, այս տրամաբանությունը ոնց է տեքստի տրամաբանությունը իրական կյանքի հետ նաև կապված։ Բայց երևի առաջին մասից։ Դե կոնկրետ GPT-ի մասն է խոսքը գնում, այսինքն տեքստային մոդելի մասն է խոսքը գնում, այնտեղ տվյալները տեքստը սկզբնականով վերցնում ենք բաժանման մասերի տոկենների տեղնով ասենք, տոկենները իրենց կարող են եւ բառ ներկայացնել եւ հին մոդելների դեպքում օրինակ տառերով էին, այսինքն անի տառը առանձին մասնիկ էր հանդիսանում, բայց հիմա բառերով կամ այդ բառերը ավելի բարձ տոկեններ կան, որ միայն մի բառից չբաղկացած այն բառ եւ դետալություն կամ երկու բառ ու սրանք առանձին ոնց որ կոմպոնենտներ են հանդիսանում մոդելի համար, մոդելը տվյալները ընդունում է այս տեսքով ու իրան ուսուցանելն է այս տեսքով, իր պատասխաններն էլ այս տեսքով ու այդ տոկենները իրանք թվային դաշտներ վերում, այսինքն հենց տեքստը չի, այլ այդ տեքստին համապատասխանող թվեր կան ու մոդելի նպատակը հենց այդ թվերը դուրս բերելն է, այսինքն այդ բոլոր տոկենները, բոլոր հնարավոր տոկենները, հենց դրանք անգլերեն լեզվի բոլոր բառերը, դրանք մի տարածություն են ստեղծում, տարածության մեջ ամեն մի բառը իր տեղն է զբաղեցնում ու կոնտեքստով իրար նման բառերը կամ իրար նման բառերի ազդեցականությունը իրար մոտ տեղեր է զբաղեցնում այդ տարածության մեջ, այսինքն երբ որ մոդելը մեզ պատասխան է տալիս կամ մենք մոդելին ինչ-որ հարցադրում ենք տալիս, այս բառերը իրար հետ այդ տարածության մեջ իրար մոտիկ ոնց որ վեկտոր են կազմում, այսինքն ինչ-որ ուղղություն է տալիս ու այդ ուղղության հիման վրա այստեղ հավանականություններ է որոշվում, որ հաջորդ բառը պետք է գա, այսինքն իրար մոտիկությունը ու հավանականությունը տրվում է ու ըստ դրա մոդելը ստացած է հաջորդ բառը։ Այսինքն ամեն մի տոկենին, հա, դա կլինի բառ, թե կլինի ինչ-որ արտահայտություն, ինքը ինչ-որ մի կոդ է վերագրում, տիպ է վերագրում, հա, հետո նայում է ընդհանրապես, ասենք տվյալ ոլորտի շուտ հարցադրում եմ կատարել, հա, ինքը դրա մասին
այդ թվերի ինչ հաջորդականություններ կան։ Այսինքն ինքը այդ հաջորդականությունների հանդիպող հաջորդականությունների հավանականությունները մշակում։ Եվ ինչ որ այդ հավանականություններից ելնելով, ենթադրենք ես մի քիչ ավելի լավ փորձ եմ ձևակերպել, ինչ որ տեքստ հարց եմ տալիս, ինչ որ տեքստի ձևով, ինքը դրա տոկենների իրար հաջորդելու եւ ուրեմն համախումբի հավանականությունն է հասկանում, դրանով ինքը այդ հարցը հասկանում, եւ այդ հարցից բխեցնում է ինչ որ ուրիշ հաջորդականությունների հաջորդականությունների, այսպես տոկենների ոնց որ հաջորդականություն։ Այսինքն ամեն մի հաջորդ եկող տոկենը իրենից ստերում է ոնց որ մի նորողություն այդ տարածության մեջ, այդ բառերի տարածության մեջ ինչ որ նորողություն են տալիս ու այդ ուղղությունով մոդելը ոնց որ առաջ է գնում, գեներացնում է բառերը։ Այսինքն ոնց որ ամեն մի հաջորդ եկող բառը իր հետևից բերում է մի նոր ոնց որ ուղղությունով գնվեց, այդ զրո տեքստ է գեներացվում, այդ տեքստը շփվում է լեզու, որով մենք խոսում ենք։ Բայց տարբերությունը ոնց որ մոդելը չի հասկանում։ Ինչի մասին է խոսում կամ ինչ, այսինքն ոնց որ ծավալին դաշնում է այդ ամեն ինչը հավանական։ Այսինքն մի քիչ փորձենք այլ կերպ պատկերացնել, այսինքն տոկենները, եթե տիվեր են, կարող են տարբեր գույների գնդիկներ պատկերացնել, Իմ հարցը գալիս է որպես ինչ որ տարբեր գույնի գնդիկների հաջորդականություն, եւ ինքը այդ հաջորդականությունից ելնելով ինքը ինձ տալիս է տարբեր գույնի գնդիկների ուրիշ հաջորդականություն որպես պատասխան, այսպես կարող եմ պատկերացնել։ Այդ ամեն մի գնդիկը, ամեն մի հաջորդ գնդիկը նախորդ գնդիկների երանգները շատ։ Դա կարող ենք ասել ոնց որ ամեն մի տոկենին մի թիվ համապատասխանում մի գնդիկը, գնդիկի գույնը տվի ոնց որ արժեքն է, բայց իրականում ամեն մի տոկենին մի թիվ չի, շատ թվերի ոնց որ վեկտոր է, ու այս վեկտորը ներկայացնում է իր ազգացած դիրքը այդ բոլոր տոկենների ոնց որ բազմաչափ տարածության մեջ։ Ու հենց այդ թվերի ոնց որ նմանություններով էլ հաջորդ հավանական բառերի շարքն է գեներացվում։ Շատ լավ, այդ դեպքում եթե ես իմ տեքստը շարունակությունը փոխեմ, ենթադրենք ասեմ, Մարկ, ինչ ես կարծում ChatGPT-ն ինչպես է մտածում, ես նույն ախտարությունը փոխեմ, ինչպես է մտածում ChatGPT-ն, ինչ ես կարծում Մարկ։ Տեղերը փոխեցի, այդ վեկտորը փոխվեց, բայց դա շատ նման է իմ նախորդ ասացի, եւ ինքը նույն բանն է հասկանում, պաստորեն։ Մոտավոր նույն բանն է հասկանում, այսինքն ոնց որ բառերի վեկտորների հեռավորությունը տարածության մեջ, այդ բոլոր բառերի բազմաչափ տարածության մեջ իրար շատ մոտ են։ Այսինքն սրանք ոնց որ պատահական բառերի հաջորդականություններ չեն, տարածության մեջ իրենք մոտավոր նույն դիրքն է սպասում, դրա համար ոնց որ կոնտեքստը նույնն է ստացվում։ Այսինքն իրանց հաջորդող բառերի վեկտորն էլ էլի մոտիկ դերս է լավելի։ Իսկ եթե օրինակ պատահական բառեր իդրետ վերցնեն, ու դրանց այդ թվերը վերցնենք իրար համեմատենք, իրանք իրար նման չեն լինելու, որովհետև այդ կոնտեքստը չի համապատասխանում նույն կոնցեպտների հաջորդականությանը։ Այսինքն քիչ հավանական է, որ տարածության մեջ իրեն կետի վրա կընկնեն։ Այս դեպքում երևի թե մի քիչ ամեն դեպքում պետք է մի քիչ ավելի զգույշ լինել, ամեն դեպս հիմա զգուշացելով ավելի բծախնդիր լինել հարց տալուց, որպեսզի ճիշտ ձևակերպել հարցը, որպեսզի իմաստներ լավ հասկացվի AI-ի կողմից, օրինակ հայերենում մենք ոչ միայն հայերենում, մենք շեշտը կամ հարցականը տարբեր տեղեր դնելով տարբեր իմաստներ կարող է դնել։ Վերջին հարցը երևի ինչ լինի, երբ մենք ենթադրենք միաժամանակ ChatGPT-ին տանք նույն հարց, նույն ձևակերպում, ինքը հնարավոր է երևի թե տարբեր պատասխաններ տա, բայց այդտեղ ինչքանով են այդ պատասխանները իրարից տարբերվելու, ինչից է դա կախված, ինչքան ինքը կարող ավելի այսպես ընձայվի նոր բաներ մտածի,
Այնտեղ նշեցինք, որ մոդելները հավանականությունները են աշխատում ու այս հավանականությունները կարող են փոխվել, այսինքն երբ որ մոդելը սկսում է տեքստ գեներացնել, առաջին մոտեցումով նշեցինք, որ վերջնական արդյունքը դեռ բաց չէ, այսինքն ամեն հաջորդ բառից հետո որոշվում է դրանց հետո բխող բառերի հավանականությունը, ու այս հավանականությունները, ինչպես նշեցինք, տարածության մեջ թվերի իրար համապատասխանությունն է, կնմանությունը, մոտիկությունը, ու այս մոտիկությունները կարող են տարբեր ուղղություններով գնալ, դրանից կախվածել, ոնց որ պատասխանները նույն հարցին կարող են իրարից շեղվել, տարբերվել։ Իրականում սա ոչ թե մոդելի դերություն կարող ենք հանորենք, այլ ավելի շատ ունիկալություն կամ առավելություն, սա հենց գեներատիվ մոդելներին, այսինքն նոր ինֆորմացիա ստեղծող մոդելներին առավելություն է տալի ու իրարությունները, որ մենք ունենք, այսինքն այդ տեքստի գեներացնելը կամ ինչ-որ ռեգիոն նկարների նորաձանց ստեղծելը նկարների մեջ, հենց այս շահվածության հետևանքով, այսինքն լրիվ վերջնական արդյունքի միջին ասած արդյունքի փոխարեն մենք ստանում ենք ամեն անգամ տարբեր ինչ-որ նոր արդյունքներ։ Ու երկրորդ մոտեցումն էլ է սա վերաբերվում, իրականում այնտեղ էլ թեկուզ մենք ոնց որ վերջնական երկարությունը գիտենք ինչքան է, բայց այն փուլերը, որի ընթացքում աղմուկը առանձնացնում ենք մեզ պետքական ինֆորմացիայից, ամեն հաջորդ փուլին մենք ոչ թե այդ մաքրված ինֆորմացիայի հիման վրա ենք շարունակում գործը, այլ ամեն հաջորդ փուլին նոր աղմուկ ենք ներկայացնում մոդելին, այդ մաքրված ինֆորմացիայից նոր աղմուկ ենք ավելացնում, ու սա մեզ թույլ է տալի ունենալ ավելի բազմազան արդյունքներ, ի տարբերություն նրան, եթե աղմուկ չավելացնենք, կունենանք միջինացված ինչ-որ տարբեր։ Այսինքն հենց այդ ռոբոտացված պատասխանները ի տարբերություն ավելի բնական, ավելի մարդու մոտ պատասխանների։ Շատ է, ու ոնց որ վերջին հարցի վերջին մաս, այսպես, իսկ հնարավոր է ChatGPT-ի հետ զրուցելիս ինչ-որ մի ձև ազդել կամ խնդրել նրան այդ աղմուկը շատացնի կամ քչացի, հետագայում եթե ես մի քիչ ավելի գիտական, այսպես նեղ ու ավելի խիստ ինֆորմացիա եմ ցանկանում, ասեմ դու աղմուկը քչացրու, որպեսզի ինչ-որ բաներ քեզնից շատ չհորինես, բայց եթե օրինակ արվեստի մարդ են, ուզում եմ ինչ-որ նոր գաղափարներ կամ ինչ-որ նոր չգիտեմ բաներ, ես ընդեղ ասեմ դու այդ աղմուկդ կամ ջերմաստիճանը, թե այդ աղմուկը ավելի շատացրու ու փորձի պատկերացնես, որովհետև արվեստը հենց դրանով թե ինչ-որ նոր կարող է փոխված միլք։ Սա հնարավոր է իրան ասել, այս աղմուկը ինքը կարգավորի թե ոչ։ Երկու տարբերակով է հնարավոր, ու արդյունքները էլ իրականում իրաց տարբերվող արդյունքներ են։ Ու առաջին դեպքում, երբ որ հենց իրան ոնց որ ուղղորդենք ավելի շատ ստեղծագործ այսպես ասած լինելու, կամ ոչ միջին, ոչ ռոբոտի տեսք լինելու, այստեղ արդյունքը կարող է նման լինել ոնց որ այն դեպքին, որ ավելի ստեղծագործ է, բայց իրականում ոնց որ ինքը այդ կոնտեքստը բռնելով հասկանալով ճակատագրով ասած այդ աղմուկը գեներացնում է։ Երկրորդ տարբերակը արդեն իր տակի հետ աշխատանքը փոխելով կարող ենք անել, այսինքն հատուկ պարամետր, հատուկ թիվ կա, որը որոշում է ինչ կարծի աղմուկով դնի, շատ աղմուկով գեներացիա բառերը, սա արդեն ոչ թե մոդելին ենք ասում, այլ մոդելի հենց բուն աշխատանքը փոխում են։ Սա մարդը չի անում իր բանի աշխատանքում զրույցի ընթացքում ChatGPT օգտագործողը չի անում, այսինքն ինժեները ես նկատի ունեի թե օգտագործողը ինչպես կարող է խնդրել կամ ազդել սրա վրա, որ իր լայնությունը մեծանական փոխի։ Դեռ այդքան աղմուկ չի լինում, ինչքան լինում է ստիլ, այսինքն օրինակ կարող ենք ասել Շեքսպիրի ստիլը գրի, ինձ կարող ենք ասել ավելի ստեղծագործողի եւ այլն եւ այլն։ Իսկ կոնկրետ հենց այն աղմուկը, որի մասին որ մենք խոսում էինք, այսինքն այդ ծովային աղմուկի մասին է խոսքը, այդ թվերի ոնց որ մոտիկության հետ կապված, այստեղ ինժեների աշխատանք։ Շատ շնորհակալություն Մարկ, կարծում եմ հետաքրքիր զրույց եղավ։ Մենք խոսեցինք ChatGPT-ի աշխատանքի սկզբունքի տարբեր փուլերի մասին,
Եթերում է կյանքը 2.0 հաղորդումը, հանդիպենք հաջորդ անգամ։ Հաջողություն։